Բարև ձեզ սիրելի հետևորդներ, մենք արդեն 1 օր գտնվում ենք Լորիում։ Երեկ ունեցանք հետաքրքիր օր եւ այսօր մենք գնում ենք դեպի Ախթալայի վանք եւ Մանստեփի վանք, ավելի հետաքրքիր օր ունենալու համար։ Գնացինք։ Իսկ մեզ տենաս ճիշտ եմ ասում, թե ասում են ոսկի պետքար։ Ես նայում եմ հիշում եմ Երևան բանը Վարդենիսի Զոքյան։ Ստեղի մեր հանքի քարը։ Դենდა ոսկի է, դե բան չի։ Տեների մինը հետաքրքրվում է առնում է։ Ախթալայի վանքում ենք։ Էսի պատմություն ունի, մամ։ Ըստ է, նորապսակները այս կալցուի մեջով անցնում են։ Երազանքա պահում անցնում է։ Տեսա նուրջ չես, նուրջ։ Նուրա։ Նուրը։ Բեսիլը չեն տվել։ Հենա նոր ծաղիկները հələ մոտեցի նայի։ Ուզում ես ճուղանը։ Չէ։ Այստեղ ասում են, եթե ուզում ես ամուսնանալ, երազանք ես պահում։ Հեսա նայ, օծը բան ես անում, անցնում ես։ Թե անցել ես շուտ սրա մեջ։ Ես անցել եմ շատ շուտ, բայց շատ սիրուն են սարքել, մալադեց։ Եսի հին այդ բաներն են, նայ, այդ բերդի հատվածները նայ, սաղ բանը, պատմություն է, ու սաղ քանդված։ Հա? Հա։ Արի բոբիկ։ Էսի երևի այդ փլուզումներից բաներից են եկեղեցու քարի կտորները, ցենց առանձին որպես բան պահպանվել է, էլի։ Վերցրել եմ ես։ Հրաշք բնություն, աստեի բնությունը, չգիտես ինչ բառերով նկարագրես։ Ինչ ասում իմ ժենշինային պնդուկի ծավեցակ նկարեմ։ Բայց այն հին տարածքը չմտանք, լավ հետ գալուց։ Ուրեմն հարգելի հետևորդներ, գտնվում ենք Լոռու մարզի Ախթալայի վանքում։ Հրաշք տարածք, հրաշք տեղ, հրաշք եկեղեցի,
Vererek olmuş. Հա, այն կողմից է։ Լիքը տուրիստներ կան։ Նայեք, ինչ որ մի էլի, ինչ որ չէ, այսինքն եկեղեցի, ըստ հավանականության եկեղեցիական էսի ինչ որ չգիտեմ, նո տարածքի մեջ է, կոնկրետ ես այդ պատմությունը այդքան լավ չգիտեմ, բայց այսինքն քանդված կիսա ավերակ վիճակում է։ Առաջներում տենց է, չէ, օրինակ ոնց որ Տաթևի վանական համալիրը համեղել այնտեղ դպրոց, ասենք այդ փոքր ժողովուրդը, նո փոքր ժողովուրդը չէ, եղել է դպրոց, տարածք, մեծ վանական համալիր, որտեղ այդ վանականները քնել են, հելել են, կերել են, չգիտեմ, ապրել են, կացարաններ ա եղել ու ամենայն հավանականությամբ էս աղթալանել է նման ինչ-որ մի բան, որտեղ եղել է բերդ, եղել է երևի ինչ-որ կացարան կամ ճաշարաններ կամ ինչ-որ ապրելու հատվածներ, ինչ-որ մի բան, որ հիմա սենց կիսա կառույց վիճակում է, կիսա ավերված վիճակում է։ Կնիկես, հələ այս եկեղեցու ուզորներ են նայից։ Նա թել այս ամեն ինչը կարող է եւ այս էկրանով իրանք այդքան հետևորդները չզգան այս շունչը, այս հզորությունը։ Նա այս եկեղեցու ուզորները նայեք, այս պատմությունը նայեք, այս քանդակագործությունը։ Այս ինչ, այս երևի գերեզման է ինչ որ, այս պուճուրը երևի երեխու գերեզման է։ Այս մեծն էլ նկարը խփած է։ Ում գերեզմանն է։ Մանուկյան Նիկոլայի 1912 թվականին ծնվել է, բայց մահացած թիվը այդքան լավ չի երևում։ Էսի գործարանա։ Ես ըստեղից դու տեսար, չէ՞, այն մարդը ասենց ոսկու նման քարեր էր։ Այդ ոսկու նման քարերը այս գործարանի մեջից բանն է, որ դուց որ ոսկին պղինձը բան այդ մետաղ քարերի մեջից մշակվում հանվում է։ Բայց դա պղինձ է։ Հրաշքն է տարածք է։ Հիմա մոտենանք մուտքին, արդեն մտնենք եկեղեցին։ Մտնենք, նա տեսեք, նա տես։ Էսի պատմական հին դռներ են, ես մի քանի տարի առաջ եմ եկել, ստե էլի եղել է այս ամեն ինչը, ու այն ժամանակ գիդը, նայեք նույնիսկ տեսախցիկներ կան, որ հսկում են անվտանգությունը, ու այն ժամանակ գիդը էլի պատմում էր, երևի թե հին ժամանակվա դռներն այս տարածքների, որոնք հետագայում sense փոխարինվել են նորերով, ու այս հները պահպանվել են որպես նորություն, ասում նորություն, հնություն, նայեք այս sense հին ուզորներով, քանդակներով, այն ժամանակվա դռներն են եղել։
Ինձ գեղեցիկ, նայում եք, sense քեֆներ գալիս է։ Ուրեմն սիրելի հետևորդներ, ոնց որ ասացի, մենք հիմա գտնվում ենք Ախթալայում, Ախթալայի վանքում, նայեք ինչ հրաշք եկեղեցի է, մեր ուխտը կատարեցինք հերթական ու հիմա պատրաստվում ենք ուղևորվենք դեպի Մանսթևի վանք, որը Թեղուտ գյուղի տարածքում է։ Մի քիչ դժվարին ճանապարհ է մեզ սպասվում, որովհետև այստեղ մեքենան մինչև վերջը հասնելու, իսկ այնտեղ քայլելու ճանապարհ կա ու հիմա օգոստոսի 17-ն է այսօր, ու այստեղ սենց անպամած խոնավ անձրևային եղանակ է ու այդ անտառների մեջով քայլելով դժվար կլինի գնալ, հասնել նպատակին, բայց քանի որ ուխտ ենք արել, պարտադիր պետքա գնանք ինչ գնով լինի, որովհետև գիտենք, որ եկեղեցիները, մանավանդ հին պատմական վանքերը հեշտ չեն գնալ հասնելը, որտեղ նրանք դիտավորել կառուցվել են սարերի, ժայռերի մի քիչ դժվար հասանելի տեղում, նաև որ այն ժամանակներում հին թշնամիներից պաշտպանվելու դժվար հասանելի լինի։ Հիմա մի խոսքով, ուրեմն խնդրում եմ ձեզ հետևել իմ ալիքին, բաժանորդագրվենք, շատանանք, որպեսզի նոր հոլովակներ, վիդեոներ ստեղադրենք հետաքրքիր եւ օգնեք ինձ հասկանամ ինչ հոլովակներ նկարեմ, որպեսզի ձեզ էլ հետաքրքիր լինի նայելուց, արդյոք սենց եկեղեցիներ գնալ, թեկուզ եւ մի քիչ հին վանքեր, որոնք որ այդքան էլ տարածված ու հայտնի չեն, ուսումնասիրել, բացահայտել, թե ինչ որ ինչ կարելի է նկարած, որ ավելի հետաքրքիր լինի ձեզ հետևելու համար, խնդրում եմ բաժանորդագրվեք իմ ալիքին, հետևեք, լայքեք, կհանդիպենք։ Մի հատ էլ նայենք ես բերթանման հատվածները, բերթի հատվածները, սա դրսից է կնկարեմ, ճանապարհից շատ գեղեցիկ է երևում, ուղղակի չկարողացա կանգնեի այդ նկարը, հեսա կնկարեմ, այդ հատվածները ցույց կտամ, սրանք ինչ որ չգիտեմ ինչ ասեմ, ապրելու տեղեր են եղել հին ժամանակներում, թե ինչ որ Ջերի մարդկանց կացարաններ են եղել, մարդիկ ստե ապրել են, սենց աշճաններով իջնում ես, ինչ որ սենց ինչ սև են, չէ՞, քայլը շարը, սենց կամարաձև սարքե բան։ Ստեղ նայ
Աստե բանն ա եղել, թոնիրն ա իրան տեղը, հացատունն ա եղել, թոնիրը մեջտեղը, երևի այն ժամանակ դե ալուրը սենց ցորենը աղացել են։ Անուշ խոտի հոտն է գալիս ա։ Այս սեղանի վրա հացն են բացել, ստեղ էլ թխել են։ Ամենայն հավանականությամբ էլի։ Տնանք էլ ինչ կա ստե հետաքրքիր։ Ստեղ արդեն ոչ մի բան չկա։ Հա։ Այնտե մտակ։ Երազանք ես, պահում այդ օծին տրորում ես, вообще-то հարսն ու փեսեն են անում տենց։ Հարսն ու փեսեն են անում տենց, ամուսնական զույգերը։ Նայեք ինչ հետաքրքիր բաներ են եղել։ Ստե ապրել են, պահկվել են, թաքնվել են, ամբարներ են երևի եղել, ուտելու, ապրելու, քնելու, բաղնիքներ են եղել։ Նայեք, նախ այս քարերը այնքան վտանգավոր է ցանկացած պահի դարերի պատմություն ունի, կարա փլվի, նայեք, ստեղ է սենց։ Ստեղից մարդ չի ուզում էթա, չէ, այնքան հանգստություն կա։ Դեկորատիվ բույս է էդի։ Ալոչ։ Բան, բարբարիս։ Կարա լինի։ Լսի, այն բանը ես այսքան վաղ չեմ մտե։ Հա։ Պապա։ Չեմ լսե։ Նա տեսնենք էսի ինչ, հա, նու, այսքան վաղ ես արդեն երկրորդ անգամ այս եկեղեցին գալիս եմ մի քանի տարվա մեջ ու երբեք չենք, ես անձամբ չեմ մտես, թե հասկանամ, թե սրա ներսում ինչ է ինքը որպես ծառայում։ Դուրը փակ ա ոնց որ թե չի գործում։ Հա, չի գործում, փակ ա։ Բայց ինքը սիրուն սենց կոկիկ առանձին մի հատ հատված ա։ Եկեղեցու, թե հիմա ինքը որպես ինչա ծառայել կամ ծառայում այդ արդեն չգիտեմ, եթե գիտեք, կարաք մեկնաբանություններում գրեք, հասկանանք, ես էլ չգիտեմ անկեղծ ասած, ես Երևանից եմ ու իմ հերթական ուխտներ Լոռու մարզում, էլի կան տեղեր, որ չեմ հասցնում ժամանակի մեջ ուղղակի տեղավորվեմ, Հաղպատ Աղթալայել եմ ուզում գնամ, այդ դեղը ֆրամ, օձում եղել եմ, սա սանահիններ։ Վերջ, մեկ էլ, եթե գիտեք, հետևորդներ ջան, այս կալցոյի պատմությունը իրականում ամուսնական զույգերն են ստեղով անցնում երազանք պահում, թե սովորական չամուսնացած մարդիկ, գրեք մեկնաբանություններում, նայեք, ստեղ ես ինչքանով տեղյակ եմ, ստեղ օծ կա մեջտեղը, երազանք ես պահում մի ոտով, օծը տրորում ես ու դուրս ես գալիս, երազանքդ կատարվում է, բայց չգիտեմ, էդի չամուսնացած, թե հենց ամուսնացած զույգերն էին անում։ Խոսքով այսքանը մեր Աղթալայի բլոգից։ Մամախարը բազարը վար։ Մամախարը։ Ոնց չկասեմ։ Հա, հա, ես բանկ եմ Այդ բանկով
Բան ոմը մեկը Մի հատ էլ տնեմ։ այցնում է։ Մի հատ է հենա։ Մի հատ եք։ Հա։ Մի հատ հերիքա, մի հատ էլ էջերի տնեմ։ Չէ։ Ստեղ կար ժամանակ։ Հա։ Անի իրաց կար նորից։ Երիկը դրա շաղը։ Հա։ Թե չենք Մերսի կանկանա։ շատ։ Սպասեք, եթե գումարը տամ։ Ես ինձ նկարահանում էի, ցույց չտակ, հա։ Չէ, ձեզ չէ, ձեր ապրանքներն են նկարահանում։ Բայց ես խոսում եմ։ Հա, ձեր ձենը այնքան մարդկանց ձեները հելնում, ի՞նչ տարբերություն։ Ոչ մի վտանգ չկա, հանգիստ եղեք։ Բարի առևտուր ձեզ։ Հա, դե ինչ կա։ Հա։ Պնդուկի գողերը նայեք ժողովուրդ ջան։ Մտեղ խալխի բաղջեքն են թալանում։ Ինչի սեփական հայատա։ Ես ան բերնեն եք լացցում։ Մեր աղջիկ անց Հա։ Ինչ հա։ Նարեկը գալիս է։ Ինչ ասում։ Ասում ավտոն կարա բերից տեղ։ Հələ դու գնա, մենք տենանք ավտով կարող։ Կզանգեմ, համբերեք։ Հա, փոյիչնի։ ինչ է։ Անին ասում ավտով կարող կնենք գնի։ Անա, Սպասի իջնեմ տենամ նոր։ հա, կանգ Ոչմ հարգելի հետևորդներ եկել ենք Մանստեփի վանք, Թեղուտ գյուղ, մի հատ ահավոր վիճակ, այն որ ամեն մեկը մի բան ասում է, չգիտես որտեղ է այդ վանքը։ Սա ասում են սենց գնա, նենց գնա, աջ գնա, ձախ գնա, ու տենց ֆորում ենք, մեկը չենք գտնում։ Հիմա ասես մի ձև նավիգատորով, ChatGPT-ով, Gemini-ով փորձեցինք հասկանանք, որ հատվածում է։ Հիմա ցույց է տալի, որ այս գետի տարածքում է։ Հիմա փորձենք գտնենք Մանստեփի վանքը։ Ես չգիտեմ։ Մեքենան թողել ենք հեռվում։ Սենց մոտավոր քայլում ենք, հասկանանք որտեղ է։ Այ։ Անի։ Անի։ Մի ճարացած գնա համբերի։ Հա? Քարե կամուրջը։ Հին։ Մամերը մոտը սա։ Ուր ես ճռծած էթում, դու գիտես ուր ես էթում։ Հա? Դե մամա ինքի կարան իշնելու։ Նա տան նարեկին քո բացատրել։ Տեղ կա դաժե ավտոյի, որ կարակ գաք ստե կանգնեք։ Հələ մի փողոց արի։ Դիմավոր եմ ձեզ։ Գալիս են ավտո։ Հա, բայց հələ մի րոպե նարեկ։ Բացի մի ապտից նայեմ ասեմ։
Ատայից եկա պետք է եթաս։ Անես չի որ մոտիկա։ Ուր ես այդում։ Սենց պետք է եթաս հունով։ Էստեղում համար է, ընկերացող։ Ճանապարհ չկա էր շարունակելու։ Ուրեմն մի ճանապարհով է սխալ եկանք։ Վայ Աստված։ Մաման ինչ ասում, ասում է կգանք։ Մի վազի հանգիստ քայլի, մեկ անես որ կպած է։ Ասեց գետի հունով քայլում եք։ Ֆո շան հոտ է գալի։ Ես քո եկեղեցին ամենադաժանն է։ Ոյ։ Ինչ ասես։ Ստեղ Ես կովը լուծանք է, ինչ է եղայ մոտեցիչ։ Ավիրել է, ավիր է։ Ասում ինքը չի երևում։ Ծառերի մեջ է։ Հա։ Էդի կովի ոտի տեղը։ Խոտերի վրով քայլի։ Կամ հանգստանալու բաներ են սարքել չի աշխատել, սաղ ցեղ, կեղտ։ Իմ քարտեզով ցույց է տալի, որ հələ պետք է սենց շարունակենք ձախ թևի վրա է։ Մաշկից ես կթա, գիտես։ Թե չկթա, չէ, աշկից թված։ Ուազից է աշկից արդեն երևում։ Մի վազի։ Ինչն է հիմա։ Բարապաց խոզա։ Մենք կարամ են, բայց պետք չի ափսոսա։ Երցնենք։ Հա։ Բայց քաղցր չի։ Հարուց հետո վերջապես գտանք այս եկեղեցին, է սանի 100% հենա նայ պատերին կուժեր, կավեր, վերջապես ու այս եկեղեցին, այս այդտեղ ինչ որ գերեզման կա։ Երևի փոքր երեխու է, չէ՞ էսի է։ Ասում եմ քիչ ես քայլում կա։ Չէ էսի է։ Էսի երևի բանից է, փլուզվել։ Մեկ, ըստ հավանականության փլուզվել է երկրաշարժից։ Ու շատ ուժեղ վնաս է կրել։ Հիմա տենանք մյուս կողմերից ինչ կա։ Նայեք, որ ուշադիր նայենք, չգիտեմ ինչ ճարտարապետությունն է, էսի եթե ինչ-որ մեկը հետևորդներից հասկանում է, թող մի հատ մեկնաբանություններում գրի, նայեք, տանիքի հատվածում այսինքն կլոր կուժեր է դրած եղել, նայեք, որոնք դե փլուզվել է արդեն երևում է, որ կուժ է, բայց ինչ նպատակներով են տանիքում այս կուժը պահել։ Էդի ես չգիտեմ, ու կուզենայի իմանալ, եթե ինչ-որ մեկը տարբեր կոմերից է նկարված ու կարող է հին նկար ա եղել, շուտ են
Կարող շուտ են նկարել, հետո այդ ընթացքում էլի է փլուզում եղել դրա համար։ Հիմա քանի որ մենք ուխտ ենք անում, արի մի հատ մոմ վառենք, մեր ուխտը կատարենք, աղոթենք, եթանք։ Կարանք պրինցիպի չմտնենք այս ներսի մասը, կամ արի զգուշ, հենց այս պատի վրա էլ վառենք։ Չի կանգնի սենց։ Պետք է մի բան մտածենք։ Հա, թեկուզ ու տենց տնենք։ Սենց չմնա։ Ինձ կմտնում։ Հա, մի քիչ թեկի կմտնի, հենա։ Ունեցի կոնեն վարդույթ Ծեր մեր մոմերը, մեր աղոթքները, թվաստված, այսօր մեր մուրազի կատարածի։ Դե ինչ հետևորդներ ջան, մենք ավարտեցինք մեր այսօրվա բլոգը, շնորհակալություն ձեզ հետևելու համար, բաժանորդագրվեք իմ ալիքին, հետևեք ինձ, որպեսզի բաց չթողնեք հետագա բլոգները, հաջողություն։